Հավատարմագրվելուց առաջ Արդյալ բոլորս Տիկո պարտավոր եք ճանաչել ռեժիմը եւ հավատարմագրման կարգին։ Ծանոթ եք։ Այո։ Այդ հարցում Բայց պատգամավորի անցածխտոր նրանք որպես քաղաքացիներ Վերջ։ են գործել։ Սա է ժողովրդավարության վարձ Հիմա պետք է սպասենք նիստը ավարտվի, թե դուք այլ որոշում ունեք։ Դե ռեժիմը ասեք, ինչ եք անել հիմա։ Ես էլ եկավ է Ռուսան Հաջան։ Չեմ կարող ասես իրենից, չեմ կարող ասես սուկարդիդեն կոդրանում, Լավա Շնորհված եմ շնորհակալություն։ Հիմա նկատեությամբ ոչնչացում եք հանձնաժողովի նիստերի Բարարակիա ինչ է կարող ստացել, որ նիստը միջանան լրագրողները դուրս տան։ Ինչ խնդիր կա, ինչ է լավ, իրենք որ ուղղակի մասնակցում են հանձնաժողովի նիստին։ Երբ որ նրանց արգելված չէ, իրենք անցածուկ կան։ Եվ մենք ձեր ձեռքերը հանել Եվ հազար ներողություն կներեք։ Ես հարցազրույց չի տալիս, դրա համար ձեր գտանում։ Դուք տեսեք, որ ես հարցազրույց չի տալիս։ Չէ, դե կազմեցիք ուզում եք խոսել, Ես չի ուզում խոսեի։ հարցը հնչել լրագրողի կողմից, որ հանձնաժողովի նախագահը թույլ է տվել, որպեսզի տվյալ լրագրողները նիստին մասնակցեն, դրանից հետո նոր դուրս հրավիրեն իրենց տարկի։ Խոսքը դրան է վերաբերում։ Դուք մեկնաբանում։ Ոչ։ Ինչու՞։ Ինչն է խնդիրը։ Բոլորս պետք է ծանոթ լինենք։ Ինչի Մենք ծանոթ։ Ռեժիմի եւ հավատարմագրման կարգին ծանոթ եք։ Որ նրանք կարող են անցակետով անցակետ Կներեք։ կարող է։ Այս լրագրողների համար կամոտ անցածողներից չէ եւ լրագրողները պատգամավորի գործունեությունը այս պահին լուսաբանում են։ Ոչ, այդպեսի բան գրակ չկա այնտեղ։ Իսկ ինչ Հստակ կներեք, Բայց պատգամավորի աշխատանքը հստակ նշած է, որ տվյալ լրագրող գնում է հանդիպում է պատգամավորի հետ, սենյակում հետ է գալիս եւ հետ է ուղեկցվում։ Հիմա կարաք բացատրեք։ բայց Ինչի մասին է։ աշխատանքը լուսաբանելու չի կարող Խնդրում եմ էլի դուք ստորագրում եք այդ Պարոն փաստաթղթը։ Արաքելյան, դուք իմ Եվս թեմանում նորից ծանոթացեք։ Անդրանիկ Քոչարյանը թույլ տվեք, որ իրենք մնան։ Դուք ձեր գալու են ասավորն եք։ Անդրանիկ Քոչարյանը կամ որևէ հանձնաժողովի նախագահ այլ լրագրողների գործունեություն Ասած նիստը կավարտվի կխոսենք ձեր գալու իմաստն որն է Պարոն Արաքելյան։ Կարգավորում որ իրանք Եղամ Մանուկյանը իր բան կարող է ծանոթ չլինել, բայց դուք պետք է ծանոթ լինեք։ Հիմա ինչ է օրենքներից է ներդրել անում։ Թույլ տվեք որպես աշխատողները ստուգեն։ Սիրո։ Դուրս պետք է հրավիրենք։ Եթե ինքնական չեն լքում։ Բայց նիստը վարով է ասած դեմ։ Ես նորից եմ կրկնում։ Նիստի աշխատանքը խոչընդոտում է։ ազգային անվտանգության հարցեր Պարոն Արաքելյան, ինչ պետք Որպեսզի դու կան չլինի դուրս եք։ Դուրս եք։
Ես իմ ասում եմ նիստը որպես վարող դուրս եկեք։ Շատ դիմաց դուրս եկեք, թողեք աշխատեք դուրս եկեք։ Երբ որ ձեզ իրավասություն կտան, որպես լրագրող հանդես գալու կգաք։ Շատ լավ։ Գերան Մանուկյանի հետ ենք եկել։ Գերան Մանուկյանը կարա իր սենյակ հրավիրի, բայց ոչ Որպես քաղաքացի եք դուրս եկել եկեք։ լրագրող։ Մենք եկել ենք Գերան Մանուկյանի գործնեությունը լուսաբանելու։ Այդ փաստաթուղթը ունենք, որևէ։ Լրագրող թե Չէ, լրագրող չենք եկել, որպես այցելուներ եկել։ Ոչ, դուք ընդհանրապես առաջնորդվում եք Ալեն Սիմոնյանի եւ աշխատակազմի ղեկավարի հրահանգ։ Դուք մեզ օրենք ցույց չեք տվել։ Մենք լրագրողներ որպես եկել ենք ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հանձնաժողովի նիստը լուսաբանելու, որը ձեր նախագծի հետ է կապված։ Ինչ փոխվեց։ Իրենց համայական որոշմանը մի ենթարկվեք, սա համայական որոշում է, կլան է գործել։ Մենք չտվենք։ Չենք կպում, մենք ոչինչ չենք կպում։ Հարգելի գործընկերներ, մեր օրինակը, Ես շատ հանգիստ եմ, համեցեք։ Դավիթ Արաքելյանը հուսա միջանցքում է, չի իր կաբինետը։ Որտեղ մեկամենակ հրահանգ է կատարվում։ Ալեն Սիմոնյանը ձեր դեսներեցում որ։ Որոնք ասելան մոտեցեք։ հանգիստ։ Մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ Դուք առաջի ացյանի դատարանի որոշում Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Արաքելյան։ Դուք առաջի ացյանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի, օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերակնիչում եք բողոքարկե, փրկուրներից եք կապել, պարոն Արաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Արաքելյան, դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց, դուք մեզ ապօրինի հավատարմագրումից եք զրկել։ Ոչ, ազգերի տված աշխատողներ գործընկերներին թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ բարձրաբանել։ Կարգի։ Պարոն Արաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է Պարոն Մանուկյանը կուղեկցի ձեզ, Պարոն շնորհակալություն։ Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք։ Դա դատարան Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորեց տվեց, պատասխանատվության չի ենթարկվեց, այս դեպքում պատասխանատվության է ենթարկվել։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Դա է ցավալի։ Ինչ է եղել չեն կարող որ դուրս Լրատվական աշխատանք ես իրականացնում։ Կբացատրեք դրսում, հարգելի։ Լսի, դուք հայտով եք դուք կբացատրեք պարոն Մանուկյան։ Չենք խառնվել։ Ճանապարհը բացեք մեր։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց, Արթուր Հովհաննիսյանի խմբակցության կանոնով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Արաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Բացեք որ կարող արեք ճանապարհը բացեք։ Դուրս են գալի։ Մենք շոու չենք անում։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք անում։ Մենք չենք խոսում մենացի։ Գնում եք Գերամ Մենք
զրկել Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Արթուր Հովհաննիսյանը այն պատգամավորն էր, որը թմրանյութի զուր 24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեծ սպառնալիքներ են հնչեցնում։ ու իրեն ազգային ժողովի շենքում այո տվել լուսաբանել, տալ հարցեր այնտեղ որտեղ ինքը ցանկացել է։ Սա ինչի մասին է խոսում է։ Իրենք ցանկալի որոշման, ոչ ցանկալի հարց, սա բոլորին է վերաբերվելու հարգելի լրագրողներ, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջորյանին փորձել ենք հարցնել, որտեղից ձեզ town house-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մենք հանել ենք Սոնա, քենա, բոլորս հասկացանք, չէ, խնդրում եմ, էլի մի հատ իսկ լսեք։ 4 պլան գործել է Ալեքս Սիմյան, Դավիթ Արաքելյան, դուրս են գալի։ եւ Արթուր դուրս են գալիս, մենք հասնենք դուրս են գալիս։ Всё, դուրս են գալի։ Էս ինչ ապօրինություն է։ Ասիետու մորը։ Հիմա, Հայկ Կոնջորյանին, Ամես Սիմոնյանին, Դավիթ Արաքելյանին եւ Արթուր Հովհաննիսյանին թվում է, թե մեզ ազգային ժողովում մեր մուտքը արգելելով հավատարմագրի զրկելով մենք իրենց չենք տեսնելու եւ իրենց կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղղելու, չարաչար սխալվում են։ Շարունակվելով մեր մասնագիտական գործունեությունը, ավելին ձեզ ասեմ, կոնկրետ մեզ ապօրինի հավատարմագրումից զրկելու մասով, Ընդ որում դեր տեղում եք կանգնել։ Այո, նախատեսված վայրում հարգելի գործընկերներ, նախատեսված սենյակ չենք մտել, կամ ՊՊՑ աշխատակիցներին ձեզ վստահեցնում եմ, հարցրել եք, անգամ հարգելի գործընկերներ, եկեք դրանք այդ մուտքը, գնում եք Դե դուրս են գալի։ Ես ուզում եմ մուտքը ցույց տամ, մուտքը, որը մեզ համար նախատեսված է, Ես եմ օրինակ Բայց հիմա դուք եք աղոթություն չորսում, որովհետև փուլանը է, դրա Ես առաջարկում եմ ինձ շարք Վայրը ես ձեզ պպս աշխատակիցներից մարդիկ կարող եմ այստեղ կանգնել, իրեն ասել, այո, կարող ես կանգնել։ Հիմա ես գնում այդ հարցերը արդեն, այդ հարցերը դեռ ով որ ձեր դուրս հանեն։ Դա մեր խնդիրը չի։ Ո՞ն սարուց։ Բայց երբ որ նիստը վարողը խնդիր չտեսավ, երբ որ նրանք մնան եւ ասաց վարողին է հարցերը, Նիստը վարողը ընդմիջում Դուք տվեց։ եկաք նիստերի վարողին ասեցիք, եթե խնդիր չի ու գնացիք, այդ ոնց եղավ մի հատ էլ հետ եկաք։ Դավիթ Արաքելյանը ձեզ ասեց, որ պետքա հետ գաք։ Մեզ ոչ չի։ Բա ինչի հետ եկաք, եթե կար համաձայնություն արդեն։ Դիմեք պարոն Քոչարյան։ Իսկ ինչ դույց տվեցիք, որ մտնեի պատգամավորությունն հետ, որտեղ ինքը նախատեսված է եւ կարող է։ Ոնց է հարցերին։ Արավ չեկը ցածու։
տաքսի կան, չէ։ Արգելի օպերատորներ, մեկ վարկյա սպասում եք ստեղ, որտեղ դուք չեք կարող լուսաբանել պահպանվող տարածքում պահակակետում։ Մոտ սպասեք, ոչ մի օպերատոր ներս չի մտնում։ Պարոն Սարգսյան, հունվարի 14-ին Կարամ ենք առել։ Պարոն Սարգսյան, դուրս կգաք Սոնարի։ մի հերեք ընկնում ենք արդեն, բայց Որովհետև շփոթած ձեր լրագրողական աշխատանքը։ Խնդրում եմ արդեն գնացեք ձեր Ձեզ լավ Շնորհակալություն բոլորիդ լավ օր։ Ձեզ։